Գիրք ծննդոց, գլուխ 36, Եսավի սերունդը։ Արցրանք են Եսավի, այսինքն Եդովմի սերունդները։ Եսավն իր կանանց Քանանի աղջիկներից առավ, Քետացի Ելոնի աղջկան, Ադդային և Խևացի Սեբեգոնի աղջիկ Աննայի աղջիկ Ողիբամային, և Իսմայելի աղջիկ Նաբեոթի քույր Բասեմաթին, և Ադդան Եսավի համար ծնեց Եղիփազին։ Բասեմաթը ծնեց Ռագուելին, և Ողիբաման ծնեց Հեուսին, Հեդոմին ու Կորխին։ Սրանք են Եսավի որդիները, որ ծնվեցին նրա համար Քանանի երկրում։ Եվ Եսավն առավ իր կանանց և տղաներին ու աղջիկներին, և իր տան բոլոր մարդկանց, և իր հոտերն ու իր բոլոր անասունները, և իր ամբողջ ունեցվածքը, որ Քանանի երկրում ձեռք բերեց և մի ուրիշ երկիր գնաց, իր եղբայր Հակոբի պատճառով, որովհետև իրենց ունեցվածքը շատ էր, և չէին կարող միասին բնակվել, և երկիրը, որտեղ նրանք պանդուխտ էին, ի վիճակի չէր նրանց բավարարելու, նրանց հոտերի պատճառով։ Այսպես Եսավը Սեիր լեռում բնակվեց։ Եսավը Եդովմն է, և սրանք են Եդովմացիների հայր Եսավի ծնունդները Սեիր լեռան վրա։ Եսավի որդիների անունները սրանք են. Եսավի կնոջ Ադդայի որդին Եղիփազը, Եսավի կնոջ Բասեմաթի որդին Ռագուելը, և Եղիփազի որդիներն էին Թեմանը, Օմարը, Սեփովը, Գոթամը և Կենեզը։ Եվ Թամնան Եսավի որդի Եղիփազի հարճն էր, որ Եղիփազի համար Ամաղեկին ծնեց։ Եսավի կին Ադդայի որդիները սրանք էին։ Ռագուելի որդիները սրանք են. Նահատ, Զարա, Սամմա ու Մեզա։ Սրանք են Եսավի կին Բասեմաթի որդիները։ Եսավի կին Սեբեգոնի աղջկա Աննայի աղջիկ Ողիբամայի որդիները սրանք են։ Եվ Եսավի համար ծնեց Հեուսին և Հեգղոմին և Կորխին։ Սրանք են Եսավի որդիների իշխանները։ Եսավի անդրանիկ Եղիփազի որդիները. Թեման իշխանը, Օմար իշխանը, Սեփով իշխանը, Կենեզ իշխանը, Կորխ իշխանը, Գոթամ իշխանը, Ամաղեկ իշխանը։ Սրանք են Եդովմի երկրում Եղիփազի իշխանները։ Սրանք Ադդայի որդիներն էին։ Եվ Եսավի որդի Ռագուելի որդիները սրանք են. Նահատ իշխանը, Զարա իշխանը, Սամմա իշխանը, Մեզա իշխանը։ Սրանք են Եդովմի երկրում Ռագուելի իշխանները։ Սրանք Եսավի կնոջ Բասեմաթի որդիներն էին։ Եվ սրանք են Եսավի կնոջ Ողիբամայի որդիները. Հեուս իշխանը, Հեգղոմ իշխանը, Կորխ իշխանը։ Սրանք են Եսավի կնոջ Աննայի աղջիկ Ողիբամայի իշխանները։ Սրանք են Եսավի, այսինքն Եդովմի որդիները, և սրանք են նրանց իշխանները։ Եվ այն երկրում բնակվող Քորեցի Սեիրի որդիները սրանք են. Ղոտան, Սոբաղը, Սեբեգոնը, Աննան, Դիսոնը, Եսերը և Դիսան։ Սրանք են Սեիրի որդիները, Քորեցի իշխանները, Եդովմի երկրում։ Ղոտանի որդիներն էին. Քորին, Հեմամը և Ղոտանի քույր Թամնան։ Սոբաղի որդիները սրանք են. Գաղուվանը և Մանաքաթը և Գեբաղը, Սեփովը և Օնամը։ Եվ Սեբեգոնի որդիները սրանք են. Այյան և Աննան։ Սա այն Աննան է, որ իր հոր Սեբեգոնի էշերն անապատում արածեցնելիս ջերմուկներ գտավ։ Սրանք են Աննայի որդիները. Դիսոնը և Աննայի աղջիկ Ողիբաման։ Սրանք են Դիսոնի որդիները. Ամադան և Էսպան և Հեթրան և Քարան։ Սրանք են Էսերի որդիները. Բաղան և Զահավան և Ական։ Սրանք են Դիսանի որդիները. Հուսը և Առանը։ Սրանք են քորեցիների իշխանները. Ղոտան իշխանը, Սոբաղ իշխանը, Սեբեգոն իշխանը, Աննա իշխանը, Դիսոն իշխանը, Էսեր իշխանը, Դիսան իշխանը։ Սրանք են քորեցիների իշխանները ըստ Սեիրի երկրում իրենց իշխանության տակ գտնվող գավառների։ Եվ սրանք են այն թագավորները, որ Եդովմի երկրում թագավորեցին, նախքան Իսրայելի որդիների վրա որևէ թագավորի իշխելը։ Եվ Բեովրի որդի Բաղան թագավորեց Եդոմում, և նրա քաղաքի անունը Դեննաբա էր։ Երբ Բաղան մեռավ, նրա փոխարեն թագավորեց Բոսրացի Զարայի որդի Հովաբը։ Եվ Հովաբը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Թեմանացիների երկրից Հուսամը։ Եվ Հուսամը մեռավ, և նրա փոխարեն Բադադի որդի Ադադը թագավորեց Մովաբի դաշտում Մադիանացիներին կոտորողը։ Նրա քաղաքի անունը Ավիթ էր։ Երբ Ադադը մեռավ, նրա փոխարեն Մասրեկացի Սամաղան թագավորեց։ Եվ Սամաղան մեռավ, և նրա փոխարեն գետի մոտ գտնվող Ռոբովթից Սավուղը թագավորեց։ Եվ Սավուղը մեռավ, և նրա փոխարեն Աքոբորի որդի Բահաղանանը թագավորեց։ Աքոբրի որդի Բահաղանանը մեռավ, ու նրա փոխարեն Ադադը թագավորեց։ Նրա քաղաքի անունը Փոգով էր, և նրա կնոջ անունը Մետաբե էր, որ Մեզահաբի աղջկա Մատրեթի աղջիկն էր։ Սրանք են Եսավի իշխանների անունները ըստ իրենց տոհմերի և իրենց բնակավայրերի անունների. Թամնա իշխան, Գաղուա իշխան, Հեթատ իշխան, Ողիբամա իշխան, Էլա իշխան, Փինոն իշխան, Կենեզ իշխան, Թեման իշխան,
Մաբզար իշխան, Մագեդիել իշխան, Իրամ իշխան։ Սրանք են Եդովմի իշխանները ըստ իրենց բնակավայրերի, իրենց տիրությունների երկրում։ Սա Եսավն է, Եդովմացիների հայրը։